Կոռուպցիոն բնույթի բազմաթիվ ընտրական հանցագործություններ, նախաձեռնված 125 քրեական վարույթ, 248 մեղադրյալ ու անազատության մեջ հայտնված 108 անձ։ Հակակոռուպցիոն կոմիտեն ամփոփել է վերջին մի քանի ամիսներին բացահայտված ընտրական հանցագործությունների դեպքերը։ Մենք մեր նախաքննության ընթացքում մեր լիազորությունների սահմանում մեզ տրված ամբողջ գործիքակազմը կիրառելու ենք հանցավոր ամբողջական շղթան բացահայտելու եւ բոլորին պատասխանատվության կանչելու համար։ Կոմիտեում վեր են հանվել նաև հանցագործությունների դրսևորման հիմնական մեխանիզմները։ Դրանց հիման վրա հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը դիմել է Արդարադատության նախարարին, միջնորդելով նախաձեռնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք նվազագույնի կհասցնեն բացահայտված հանցավոր սխեմայի կիրառման հնարավորությունը, այդ թվում կարգել են այդպիսի սխեմաներում ներգրավված քաղաքական ուժերին մասնակցել ընտրական գործընթացներին։ Օրենսդրական փոփոխությունների իրականացման նպատակը այն գործոնների պայմանների վերացումն է, որոնք նպաստում են ընտրական բնույթի կոռուպցիոն հանցագործությունների դրսևորմանը իրականացմանը, հետագայում այս հանցագործությունները բացառել։ Նախաձեռնված 125 քրեական վարույթները վերաբերել են Ուժեղ Հայաստան, Հայաստան դաշինքներին եւ Բարգավաճ Հայաստան կուսակցության տարբեր ներկայացուցիչների, այդ թվում падգամավորի տեխնացուների, շտաբների ղեկավարների վստահված անձանց։ Այս տվյալների համակցված վերլուծությունը թույլ է տալիս եզրակացնել, որ այս ամենը կրել է համատարած բնույթ, ներառել է Երևան քաղաքը եւ Հայաստանի Հանրապետության բոլոր մարզերն առանց բացառության։ Մեղադրյալներից 56-ը Երևանից են, որոնցից 52-ը փոխկապակցված են եղել Ուժեղ Հայաստան, իսկ 4-ը Հայաստան դաշինքների հետ։ Ըստ Ասատրյանի ընտրակաշառքի տրամադրման գործընթացները եղել են նախապես պլանավորած եւ համակարգված։ Տրվել են հստակ ցուցումներ, հեռախոսային խոսակցությունները ինտերնետային հավելվածների միջոցով վարելու մասով, ինչպես նաև ուզարկություններով հայտնաբերվել են գաղտնալսման կամ տեխնիկական վերահսկման սարքեր հայտնաբերող տեխնիկական միջոցներ։ Ընտրակաշառքի տրամադրումը քողարկելու համար հանցագործները ըստ հակակոռուպցիոնի հաճախ փորձել են կաշառքին օրինական տեսք հաղորդել, քաղաքացիներին ձևականորեն աշխատանքի են ընդունել։ Որոշ դեպքերում գումարներ են վճարել նաև որպես շտաբների ակտիվիստների կամ կամավորների։ Ոչ թե վճարվել է կոնկրետ այն պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման համար, այլ անձնական ընտրության համար, որպեսզի քվեարկեն կոնկրետ կուսակցության կամ դաշինքի օգտին, ինչպես նաև հավաքագրեն անձիկ, խոսքը դրանց մերձավոր ազգականների մասին է կամ դրանց ազդեցության գոտում գտնվող անձանց մասին է, որոնք պետք է ապահովեին իրենց քվեները։ Բացահայտվել են նաև դեպքեր, երբ տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամ ընտրելիս նախապատվությունը տվել են ոչ թե մասնագետների, այլ նրանց, ովքեր համաձայնել են նախատեսված վարձատրությունը ստանալու պայմանով ապահովել ինչպես իրենց անձնական քվեարկությունը, այնպես էլ իրենց հավաքագրած որոշակի թվով ընտրողների քվեարկությունը տվյալ քաղաքական ուժի օգտին։ Նաև մի շարք դեպքերում օգտագործել են, այսպես ասած, թաղային հեղինակությունների, որոնք որոշակի գումարի դիմաց խոստացել են ապահովել քվեներ, իսկ այդ քվեն ապահովել են տարատեսակ ճնշումների միջոցով, խոչընդոտելով անձանց ազատ ընտրական իրավունքի իրականացումը։ Կատարվել են հարյուրավոր խուզարկություններ, որոնց ընթացքում հայտնաբերվել են ենթադրյալ ընտրակաշառք ստացած ավելի քան 1000 անձի տվյալ պարունակող ցուցակներ, տարբեր գրառումներով նոթատետրեր, էլեկտրոնային գրիչներ, բջջային հեռախոսներ եւ այլն։ Մենք խոսում ենք 125 քրեական վարույթի մասին, չէ՞, բայց 125 վարույթը կոնկրետ սխեմաներ բացահայտելը, պատասխանատուների շրջանակը բացահայտելը, քրեական պատասխանատվության կանչելը, մի քանի 100 դեպք կանխել է արդեն, որովհետև ցանկացած բացահայտում եւ այդ բացահայտումից բխող կանխարգելիչ միջոցառում մեծ կանխարգելիչ նշանակություն է ունեցել։ Կոմիտեից նշում են կոռուպցիոն բնույթի ընտրական հանցագործություններով դատարան է ուղարկվել մեղադրական եզրակացությամբ 21 քրեական վարույթ 90 անձի վերաբերյալ։ Քրիստինե Թորոսյան, Աշոտ Խաչատրյան, Լուրեր։